Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ քալիքի հարգելի բաժանորդներ։ Ես գտնվում եմ Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Բավարիայի մայրաքաղաքում Մյունխենում եւ Բավարիայի ամենահայտնի խորհրդանիշ BMW-ի BMW-ի թանգարանում։ Այժմ մենք թանգարանում կունենանք ճանաչողական այց եւ տեսանյութը նվիրված կլինի BMW-ի թանգարանի այցին։ Սիրելի դիտողներ, մենք հիմա BMW-ի թանգարան ավտոսրահում ենք։ Այս հատվածում ցուցադրվում են BMW մակնիշի նորագույն մոդելները եւ այնուհետ կլինենք պատմական մասում թանգարանի։ Ահա առաջին մոդելը, որը ուզում եմ ձեզ ներկայացնել, BMW M3 Touring մոդելն է։ Այն առանձնանում է իր սպորտային հատկություններով, սպորտային բնութագրերով եւ հիմա ծանոթանանք ավելի մանրամասն մոդելին։ Մոդելը կոչվում է BMW M3 CS Touring։ Արժեքը մոդելի այս մյուս մոդելը BMW M5 Touring թափքով, այսինքն ունիվերսալ թափքով մոդելն է։ Շարժվենք մյուս մեքենաների հետ ծանոթանալու։ BMW M4 Competition Coupe։ Շարքում ներկայացված մոդելները բոլորը M ընտանիքին են պատկանում, M10 BMW-ները դրանք ավելի գործարանային հզորացված բաժանմունքի մեքենաներն են։ M8 Competition Grand Coupe-ն է, 4 դռնանի կուպեն 8-րդ սերիայի։ M4-ը, M3-ը, M5 եւ M8 Grand Coupe-ն։ Մի փոքր այն կողմ լեգենդար 3-րդ դասի M3 Coupe-ն է E30 թափքով, որը իկոնիկ մոդել է։ Հիմա ես կմոտենամ այդ հատուկ մեքենային։ Այստեղ X3 M50 X-Drive crossover-ն է, այս լեգենդար նմուշը M3 Evo-ն E30 թափքի, որը եզակի մոդել է եւ իր ժամանակներում ամենացանկալի, ամենաեզակի սպորտային կուպեներից։ BMW M3 Sport Evolution 1990 թվականի 35 տարվա պատմություն ունեցող մոդել է, ներկայացված է թանգարանում։ M3 Sport Evo-ի տեխնիկական բնութագրերը, ուրեմն 4 մխոցանի 2.5 լիտր աշխատանքային ծավալով 238 ձիաուժ հզորությամբ 5 աշճան փոխանցման տուփով սինված մեքենան առավելագույնը զարգացնում է 248 կմ/ժ արագություն։ Հիշեցնում եմ, խոսքը վերաբերում է 1990 թվականի 35 տարվա
վաղեմության ցուցանիշներին, ինչը ֆանտաստիկ ցուցանիշներ էին սերիական արտադրության կուպեների համար այդ ժամանակում եւ արդարացիորեն այս մոդելը այդ ժամանակների ամենացանկալի մոդելն էր համարվում։ BMW սիրահարների մոտ կշռում է ընդամենը 1200 կիլոգրամ։ Սա ցուցասրահի իսկական զարդն է առանց չափազանցությունների։ Հաջորդը առաջի դասի M1 135X Drive մոդելն է։ 4 դռանի hatchback, այստեղ թույլատրվում է այցելուներին ծանոթանալ մոդելներին, երկրորդ սերիայի կուպեն է, 4 դռնանի M235X Drive։ Անցնենք դեպի BMW ընկերության մոդելային շարքի այլ մեքենաների ծանոթանալու, սրանք արդեն էլեկտրական մեքենաներն են, BMW i4-ը, BMW i5 M60 ունիվերսալը, BMW M340X Drive սեդանը 4 դռնանի, BMW ընկերությանն է պատկանում նաև մինի բրենդը, մինի մակնիշը մեքենաների եւ ահա մենք մինի ցուցասրահի մոտեցանք, լեգենդար մինի կուպերը, կլասիկ եւ տեսեք ինչ շքեղ տեսք ունի, լիովին նորությամբ պահպանված եւ մինի դասի այլ մոդելները Countryman, Չորս դռնանի hatchback քաղաքային, բարձրակարգ նյութերով է արտադրվում մինի մակնիշի մեքենաները եւ հիմա մենք մյուս մոդելները նույնպես կծանոթանանք։ Mini Iceman, Mini Cabrion, այստեղ տեսեք առաջարկվում է ինքնուրույն ընտրել թե ինչ գույն, ձև եւ ինչ թափ կունենա այն մինին, որը որ կընտրի հաճախորդը։ Լեգենդար մինի կուպեր մոդելը եւ ահա այս ընտրության վահանակի միջոցով կարելի է ընտրել ցանկացած գույն, ձև եւ հզորության մինի մոդելը։ Եվս մեկ մինի կլասիկ։
Մյուս մեքենաները, որոնք որ ներկայացնում է BMW կոնցեռնը, դրանք հանրահայտ անգլիական Rolls-Royce մակնիշի մեքենաներն են եւ նույնպես ցուցադրված են BMW-ի ցուցասրահ թանգարանում։ Ահա Rolls-Royce-ի Spectre մոդելը, Black and Beige։ Արագ ծանոթանանք մոդելի տեխնիկական բնութագրերի հետ։ Rolls-Royce-ի Spectre մոդելը, որը ներկայացված է այս սրահում, կշռում է 2900 կիլոգրամ, 5.5 մետր երկարություն ունի, 2 մետր լայնություն եւ ներողություն 2 մետր լայնություն, այո, եւ 3 մետր 210 միլիմետր անիվային բազա։ Շարժիչի հզորությունը 650 ձյաուժ է, պտտող մոմենտը 900 նյուտոն մետր։ 0-ից 100 կմ/ժ զարգացնում է 4.1 վայրկյանում։ Սա սպորտային մեքենային հատկանշական բնութագրեր են եւ այս կուպեն թանկարժեք իր գերհզոր շարժիչի շնորհիվ կարողանում է զարգացնել այսպիսի տպավորիչ դինամիկ ցուցանիշներ։ Այստեղ այն նյութերն են, որոնցով որ կարող է պատվիրատուն պատվիրել իր Rolls-Royce մեքենան։ Թանկարժեք փայտեր եւ այլ նյութերով, կաշիներով պատվիրել իր ցանկացած Rolls-Royce մեքենան։ Հաջորդ մոդելը Rolls-Royce-ի դա ավելի հայտնի Ghost մոդելն է, որի տեխնիկական բնութագրերը հետևյալն են. 2.5 տոննա է կշռում մոդելը, 600 ձյաուժ հզորությամբ շարժիչը, 2.5 տոննա կշռող սեդանին 100 կմ/ժ արագությանը հասցնում է 4.7 վայրկյանում, առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կմ/ժ արագությամբ։ Չորս դռնանի շքեղ սեդան Rolls-Royce Ghost։ Մյուս մեքենան, որի առանձնակի ուշադրության է անհրաժեշտ արժանացնել, դա BMW 2000 մոդելն է, լեգենդար, եւ այս մոդելի ցուցադրմամբ կամփոփենք մենք այսօրվա տեսանյութը։ Մեքենան սկսել է արտադրվել 1966 թվականից 2 լիտրանոց շարժիչով եւ 185 ձյաուժ առավելագույն հզորությամբ, ինչի շնորհիվ ընդամենը 1060 կիլոգրամ կշռող սեդանը զարգացրել է 200 կմ/ժ արագություն 1966 թվականի ցուցանիշ որպես սա բավականին տպավորիչ ցուցանիշ է։ Ահա BMW 2000 մոդելը։ Սիրելի դիտողներ, այսքանով ամփոփում եմ տեսանյութը BMW-ի ցուցասրահ թանգարանից։ Մյուս տեսանյութերում նույնպես Մյունխենի վերաբերյալ կլինեն ճանաչողական տեղեկություններ, տեսանյութեր, առայժմ բաժանորդագրվեք Հայք Ալիքին, կիսվեք մեր տեսանյութերով։